Եվ այսպես մենք զրուցում ենք պարոն Դավիթ Հակոբյանի հետ, Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար դիվանագետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, շատ շնորհակալ եմ, որ կրկին անգամ չեք մերժել, եկել եք եւ մենք զրուցելու ենք։ Շնորհակալություն հրավերքի համար։ Շնորհակալ եմ։ Ես ծանոթացել եմ ձեր վերջին հոդվածին, որում դուք ներկայացրել եք ձեր վերլուծությունը հետևյալ հարցի շուրջ։ Ես կարդում եմ. Որն է Հայաստանի լավագույն ռազմավարական տարբերակը։ Ընդ որում, ամենասկզբում դուք նշել եք, որ դա Ռուսաստանից կախվածության վերականգնումը չէ, լավագույն ռազմավարական տարբերակը, կամ արևմուտքի հետ լիակատար դաշնակցումը չէ։ Ապա որն է, պարոն Հակոբյան։ Ասեմ, որ մենք ապրում ենք, բոլորս գիտենք, այդ տուրբուլենտության բազմաթիվ հոսքերի արանքում երևի կիզակետերից մեկն ենք, ռուս-ուկրաինական պատերազմ, Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմ, Մերձավոր Արևելք, Լիբանան, Սիրիա եւ այլն, ոնց որ Հայաստանը այդ երկու մեծ տեկտոնական շեղումների մեջտեղում է գտնվում։ Ու այսինքն այդ հանգամանքներում միանշանակ մի կողմ փորձել գրավել, դա ճակատային ոնց որ գծում ես հայտնվում ու հարվածները առաջինը դու պիտի ընդունես ու մեր քայլերը, որոնք ես ողջունում եմ Եվրոպական միություն ցանկությունը միանալու, գնալու եւ այլն, դրանք ճիշտ են, ու Ռուսաստանից էլ ի վերջո մենք հասկացանք, երբ որ քրիտիկական պահը գալիս է, Ռուսաստանը բնական է իր շահերի մասին մտածում, ոչ թե մեր շահերի մասին, ու մեզ չնայած պայմանագրով ունեին պարտավորություններ մեզ օժանդակելու, իրանք որոշեցին չօժանդակեն։ Բայց հիմա այդ նշանակում է, որ մենք իրենցից բացարձակ նեղանում ենք ու շուռ ենք գալիս միանշանակ դեպի արևմուտք, իմ առաջարկը դա չի, իմ առաջարկը կարելի է ասել տակտիկական նեյտրալություն, այսինքն որոշակի մոտորապես որպեսի պարզ լինի, դա այն ինչ որ Շվեյցարիան է եղել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած Շվեյցարիա անկախությունը սկսել է Նապոլեոնյան պատերազմներից հետո, բայց եթե բոլորս գիտենք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միակ երկիրը Եվրոպայի ամենակենտրոնում, որտեղ պատերազմ չկար, դա Շվեյցարիան էր, դա համար ի վերջո բոլոր պայքարող ուժերին ձեռք էր տալիս, որ լինի մի հատ փոքր կղզի կայունության, նեյտրալության, որտեղ հնարավոր են թե հանդիպումներ ունենալ, թե ֆինանսական համակարգը օգտագործել տարբեր տրանզակցիաների համար եւ այլն։ Այսինքն բնական է Շվեյցարիան դա ուրիշ կոնտեքստում, ուրիշ ժամանակաշրջանում այդ դերը միջև մայլ իհարկե նեյտրալ է։ Այսօր իմ համար Հայաստանը այդ մոդելի շրջանում պետքա փորձի իր դերը այդպես ձևավորի։ Դրա համար Ռուսաստանի հետ կտրուկ կապերը կտրելը դա վտանգավոր է եւ բազմաթիվ ռիսկերի հետ կապված, քանի որ նաեւ ի տարբերություն ենթադրենք Շվեյցիայի կամ Ֆինլանդիայի որոնք նեյտրալ էին, որոշեցին միանալ ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ն մեզ չի առաջարկում միանալ իրենց ու պարտավորություններ, անմիջական անվտանգային պարտավորություններ իր վրա չի վերցնում։ Դրա հետ մեկտեղ նույն էլի Շվեյցարիայի մոդելից ելնելով նեյտրալություն դա չի նշանակում ուղղակի հանգստանանք, խաղաղություն միայն քարոզենք եւ ոչինչ չանենք։ Դա շվեյցարական նեյտրալություն նշանակում որ ամեն շվեյցարացի պատրաստ է կամական պայի ռազմական գործողությունների ու բոլորը Շվեյցարիայի հարևանությունում եւ ընդհանրապես միշտ գիտեին, որ լեռներում զենքերով կազմակերպված բանակ, որը կարող է 48 ժամվա մեջ կոչվի, կազմակերպվի, միանգամից սկսի աշխատել, այդ մոդելը էլի շվեյցարական առումով մեզ պետք է, այսինքն մենք ոչ թե պետք է թուլությունից ելնելով նեյտրալություն, այլ նեյտրալություն, քանի որ մենք կողմեր չենք ուզում վերցնենք այս կոնֆլիկտում եւ իմիջիալոց նաեւ դա վերաբերվում է Իրանի հետ հարցում, հա, մենք Իրանի հետ անմիջական հարևան ենք, բայց միակ պետությունը իր անմիջական հարևաններից ում Իրանը չռմբակոծեց, դա Հայաստանն էր, դա որոշակի իր պատճառները ունի ու մենք պետք է այդ զգայուն դիրքը Իրանի հետ էլ չկորցնել, չվառել կամուրջները նույնպես շարունակենք։ Տակտիկական նեյտրալություն դուք փաստորեն դա եք բացատրում, թե դա ինչ որ տակտիկական բառն է ինձ այստեղ շատ։ Հա, տակտիկականը կարևոր բառ է, այսինքն այս պահի իրավիճակից ելնելով նեյտրալություն, հա, եւ նաեւ քանի որ հետո իհարկե կարող է 10-20 տարի հետո մենք ուրիշ որոշումներ կայացնենք, ուրիշ, երբ որ նույն ենթադրենք Մոլդովան էլ է իր սահմանադրությունում հռչակել է, որ իրանք նեյտրալ են,
բայց ինքը գնում է Եվրոպական միություն։ Նույն Ավստրիան, որը նեյտրալ է, ինքը Եվրոպական միության անդամ, այսինքն դա չի բացառում, ենթադրենք, նեյտրալությունը Եվրոպական միության անդամ դառնալ, դա ուրիշ տնտեսական հարթակում է, էլի պետք քննարկել, բայց դրա հետ մեկտեղ, հա, բնական է, այդ կարգի որոշումները կայացվում են այսօր այս իրավիճակից ելնելով, ինչքան երկարաժամկետ դա կլինի, ճանապարհ է, որ ես առաջարկում եմ։ Եթե կաշխատի շատ լավ, եթե չի աշխատի, արդեն ուրիշ որոշումներ պետք է։ Այստեղ ես հիշեցի ձեր ամենասկզբում, որ դուք ասացիք, որ այո, մենք Ռուսաստանի հետ ոնց որ թե դաշնակից ենք, բայց Ռուսաստանը մեզ հետ վարվեց այն պահին, երբ իրեն պետք էր իր շահերից ելնելով, կարելի է ասել, որ այստեղ էլ կարելի է տակտիկական բառը եզրույթը օգտագործել, տակտիկական գործընկերություն դառնա։ Ճիշտ է, այդպիսի հասկացություն երևի թե չկա, բայց փաստորեն դուք ասում եք այդ պահին իրեն ձեռնտու էր, որ նա հռչակեր գործընկերություն, որպեսզի իր ռազմաբազան տեղադրեր Հայաստանում եւ այլն իր խնդիրներն էլ լուծեր, բայց այլ իրավիճակում նա այլ լուծում տվեց, այսինքն տակտիկական գործընկերություն կարելի է այդպես պայմանական ձևակերպում ես դրա կողմնակիցն եմ, որ մենք փորձենք այդ ուղղությամբ գնանք, Ռուսաստանի նաեւ սենտիմենտները եւ էմոցիաները պետք է միշտ հաշվի առնել, վիրավոր թե ոչ վիրավոր, հյուսիսային արջը մեր մոտիկ հարևանն անմիջական սահման չունենք, բայց պատմությունը ցույց է տվել վերջի մի քանի 100 տարվա, հա, որ Ռուսաստանին վերացնել քարտեզի վրայից այս բանը անհնարին է։ Սա հենց այն է, ինչ որ ասում է հավերժ ընկերներ եւ հավերժ թշնամիներ, այդ նույն թեմանը որ չկան։ Չկա, մեր շահերից ենք մենք ելնում, այս պահին, այսինքն ունենք Ռուսաստանի հետ բազմաթիվ հարաբերություններ։ Երբ որ մենք կտրում ենք, ասում ենք, վերջ Ռուսաստան, բանի անվտանգության դաշինքից դուրս են գալիս, եվրազիական տնտեսական համագործակցությունից դուրս են գալիս, գնում ենք լրիվ ուրիշ դաշինք, այսինքն բարեկամից դառնում ենք ախոյան, դա մի մոտեցում է ու դա առաջացնում է շատ մեծ ռեակցիա ենթադրում եմ Ռուսաստանի կողմից։ Եթե մենք ասում ենք, չէ, մենք արանքում ենք, մենք ուզում ենք նեյտրալ լինենք եւ ուզում ենք ձերետել մեր հարաբերությունները պահենք, նաեւ արևմուտքից օգտվենք զարգացման հնարավորություններ, տեխնոլոգիաներ եւ այլն, դա որոշակի ավելի բալանսավորված է։ Կամայական հարաբերություններ մի բանա դու բարեկամից ախոյան ես դառնում, մի բանա դու բարեկամ շարունակում ես մնալ, բայց նոր բարեկամներ ես եւս ձեռք բերում։ Դե փորձը ցույց տվեց, որ կտրել համենայն դեպս Հայաստանի իշխանությունները այս պահի դրությամբ չի կարողացել, չի ցանկացել, թե չի կարողացել, դա մի քիչ երևի այլ հարց է, չգիտեմ արժի այդ հարցի վրա կանգնել, համենայն դեպս փաստային է, որ մենք այս պահին չենք կտրել, չենք դուրս եկել որևիցե տեղից։ Ու մենք ինձ թվում է մեր պաշտոնական այն քաղաքականությունը, որը թե վարչապետը, թե արտաքին գործերի նախարարն է միշտ խոսում, դա խոսում է միշտ դիվերսիֆիկացիայի մասին եւ խաղաղության խաչմերուկ։ Դիվերսիֆիկացիան դա նշանակում է հնարավորին բոլորի հետ ունենալ նորմալ լավ հարաբերություններ, թե Չինաստան, թե Ամերիկա, թե Իրան, թե Ռուսաստան, թե Եվրոպա, եւ բացի դիվերսիֆիկացիայից խաղաղության խաչմերուկը ինչ է նշանակում, որ քո միջով դու խաչմերուկ ես, որտեղ տարբեր ճանապարհներ հատվում են։ Եթե տարբեր ճանապարհներ հատվում են, դա չի կարա նենց լինի, որ Եվրոպայից ճանապարհը աշխատում է, բայց դեպի Չինաստան կամ Իրան չի գնում, հա։ Խաղաղության խաչմերուկը հավասար հարաբերություններ բոլոր հնարավոր պարտներների հետ։ Ձեր հոդվածում դուք հենց դա էլ մատնանշում եք, ասում եք հայ առաջնորդները ընդհանուր առմամբ իրենց ռազմավարությունը չեն նկարագրել որպես արևմուտքի ուղղությամբ շրջադարձ։ Մենք չենք հայտարարել, հիշում ենք Փաշինյանի հենց առաջին օրերին 18 թվականի, երբ որ նա ասեց, մենք արտաքին քաղաքական կուրսը չենք փոխում։ Ապա այսինչ խոսակցություններ են դեպի արևմուտք է գնում Հայաստանը, Ռուսաստանը ասում է, ահա, դու շրջում ես դեպի արևմուտք։ Եթե պաշտոնական հայտարարություն չի եղել դեպի արևմուտք, ուղղություն չունենք մենք։ Այո, կա ես չպատասխանեմ, խնդրեմ դուք, ինչ կա այդ դեպքում, եթե չի ասում արևմուտքի ուղղությամբ շրջադարձ չի անում Հայաստանը։ Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները արևմուտքի եւ մասնավորապես առանձին Ամերիկայի հետ, եւ արևմուտք մի քիչ հարաբերական է դարձել, քանի որ Ամերիկան եւ եվրոպական իրար բաժանվել են։ Հա, բաժանում տենդենսիաներ կա, բայց եվրոպական միության հետ մենք համագործակցության մեծ պայմանագիր անցած տարի դեկտեմբերի 2-ից ստորագրեցինք, որը շատ սերտ համագործակցություն
բազմաթիվ բնակաբարներում Ամերիկայի հետ արևմուտքի մյուս երեսը, հա, Trump, Trip եւ այլն JD Vance-ի այց հետ ամենը կա կիսահաղորդիչներ data կենտրոններ եւ այլն այդ ամենը համագործակցություն։ Հա, դա համագործակցություն է։ Դա քաղաքական ուղղվածության հետ առնչություն ունի։ Ամերիկանն էլ մեզ, այսինքն ինչի Ամերիկան որոշել մեզ Nvidia-ների այդ GPU-ները տա, ուրիշ երկրներին շատերին չի տալիս։ Դրա համար ընկալումը մեզ որպես բարեկամ երկիր, բայց բարեկամ դա չի նշանակում դաշնակից։ Ու այդ Ամերիկան ունի ընդհանրենք ՆԱՏՕ-ի 31 անդամ, որոնք իրանց ռազմական դաշնակիցներն են, այս պահին եւս 30 երկիր Իսրայելի սկսած մինչև Ճապոնիա կամ Կենիան Աֆրիկայում իրանք էլի դաշնակից են, որոնց Ամերիկան պատրաստ է պաշտպանել կամական միջոցներով։ Մեզ իրենք պատրաստ չեն ու դրա մասին դեռ խոսք չի գնացել։ Շարունակում ենք, ձեր հոդվածը բավականին տարողունակ է, մեծ է եւ շատ հետաքրքիր դրույթներ կան։ Շարունակում ենք ձեր տեսակետը, ինչպիսին պետք է լինի, ուրեմն լավագույն ռազմավարական տարբերակը Հայաստանի։ Դուք ասում եք, դոկտրին կառուցել 4 սկզբունքների շուրջ։ Հիմա դիտարկելու ենք այս 4 սկզբունքները, որոնք դուք առանձնացրել եք։ Օտարերկրյա ռազմական գերիշխանության բացակայություն։ Եկեք առանձին ասեմ։ Կարող եմ ամբողջ ընթերցել այդ 4-ը, եւ հետո առանձին, որովհետեւ կարող է փոխկապակցվածություն լինի, եթե այդպեսին կլինի։ Եվ այսպես, առաջինը սկզբունքը օտարերկրյա ռազմական գերիշխանության բացակայություն, հավաստի ինքնապաշտպանություն, սա թարգմանություն է գուցե հաստատուն երևի ինքնապաշտպանություն, հավասարակշռված դիվանագիտություն բոլոր ուղղություններով, ասում եք դուք, եւ տնտեսական օգտակարություն բազմաթիվ կողմերի համար, ենթադրվում է տարբեր երկրների դիտանկյունից, հա, մենք լինենք հետաքրքիր։ Եվ այսպես, առաջինը, որը շատ ցավոտ է մեզ համար, որտեղ այստեղ կա Ռուսաստանի ռազմաբազան, եւ դուք համարում եք, եւ երևի դա էր պատճառը, որ Թուրքիային եւ Ադրբեջանին ուղղությամբ խոցում եղավ։ Սա էլ գնայինք Իրանի պայմաններում, այն պայմաններում, երբ Հայաստանում կա 102-րդ Ռուսաստանի ռազմաբազա, դուք ասում եք օտարերկրյա ռազմական գերիշխանության բացակայություն։ Առաջինը սկսենք, ռուսական ռազմաբազան բնական է, երբ որ մենք նեյտրալություն ենք հայտարարում, դա նշանակում է մեր երկրում ուրիշ երկրների ռազմաբազաներ չպետք է լինեն, ու ինձ թվում է դա process է, նույնիսկ չէ որ այսօր նեյտրալությունն էլ է process, նեյտրալություն հայտարարելը, հա, դու իր քայլեր ունի, բայց այդտեղ էլ ռուսական ռազմաբազայի հետ բանակցությունները առանձին, դրա համար ի վերջո իր արժեքը մեր անվտանգություն ապահովելու համար իր ի սկզբանե նպատակ եղել է Հայաստանի անվտանգությունը ապահովելը, հիմնականում երևի Թուրքիայի դեմ, բայց այս պահին ինչ չի թվում Թուրքիան այդքան, այսինքն Թուրքիան առաջինը շատ ավելի փոքր սպառնալիք է ռազմական առումով, մեր հարաբերությունները արևմուտքի հետ հաշվի առնելով։ Երկրորդը ռուսական ռազմաբազայի կարողությունները շատ սահմանափակ են, որպեսզի կարողանա ինչ-որ զգալի մասնակցություն ունենա մեր պաշտպանության հարցերում, բայց այդ ուղղությամբ պետք է աշխատել ու կտրուկ էլի ռուսների համար, ենթադրենք Ռուսաստանի համար, ենթադրենք մեր մոտեցումը ռազմաբազա, մենք նեյտրալ ենք, մենք չենք ուզում ոչ մի ռազմական բազա լինի, դա մի բան է, ուրիշ բան է, երբ որ ասում ենք Ռուսաստան, դուք ձեր ռազմաբազան հանեք, եվրոպացիներ կամ ֆրանսիացիներ կամ ամերիկացիներ բերեք ձեր ռազմաբազան դրեք, որը մեր ցանկությունների երազանքի աշխարհում կարող է դա լավ լինի, բայց իրականության մեջ քիչ հավանական է, այս բային դա լինի։ Նենց որ դա առաջի մոտեցումն է, որ հա, պետք է ռուսական ռազմաբազայի մասին բանակցությունները սկսեն, նեյտրալությունը հռչակելուց հետո։ Պարոն Հակոբյան, այստեղ գերիշխանության մասին է, ռազմական գերիշխանության բացակայություն։ Ռազմաբազայի տեղակայումը գտնվելը Հայաստանում, դա գերիշխանության հետ, այդ եզրույթի հետ ինչ որ առնչություն ունի։ Գերիշխանություն չի բնական, այնպես չէ, մաքսիմում կարող է Գյումրի տեղական իշխանության հարցում ռազմագաբազան փորձել է ինչ-որ ազդեցություն ունենա, բայց չէ, դա գերիշխանություն չի, դա ենթադրենք այն չի, ինչ-որ ամերիկյան զորքերը Աֆղանիստանում են կամ Իրաքում են գերիշխել, հա, այսինքն ռազմական դուք ընդհանրապես ներկայությունը օտարերկրյա ռազմական բազայի ներկայությունն է։ Դոկտրինի մասնակազմում, որ մենք ոչ մի երկրի խաղալիք չենք ուզում լինենք, մեր անվտանգություն, մենք բոլորի հետ պատրաստ ենք համագործակցել, բայց ոչ մի երկրի խաղալիք
Ամերիկա չենք ուզում լինել։ Հավասարակշռված դիվանագիտություն բոլոր ու ուղղություններում դիվանագիտությունը այդ մեր դիվերսիֆիկացիան է միանշանակ, որի վրա շատ ավելի մենք ունենք նաև Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր, պետք է մեծացնել ու աշխատել այդ ուղղությամբ։ Մենք ունենք ենթադրենք նույն արաբական աշխարհի հետ, Իրանի հետ ունենք մեր հարաբերությունները ու դա էլ է շատ կարևոր։ Իմիջիալից մենք այն բացառիկ երկրներից մեկն ենք, որտեղ Ամերիկան, Միացյալ Նահանգները հասկանալով է վերաբերվում, որ մենք կարիք ունենք Իրանի հետ հարաբերություններ, թե ճանապարհի առումով, թե հարևանություն, թե առևտուր, թե բազմաթիվ ուրիշ ֆակտորներ հաշվի առնելով, իսկ մենք ունենք Իրանի հետ 2,500 տարվա հարաբերությունների պատմություն, որը ինստինկտիվ մեծ արժեք է։ Որևիցե պահանջ Հայաստանի նկատմամբ այս առումով Իրանի հետ կապված կամ նեղսրտություն կամ չգիտես ինչ Միացյալ Նահանգների կողմից մենք Ես չգիտեմ, ես առիթ եմ ունեցել մի կես տարի առաջ ամերիկյան դեսպանի հետ, ես ինքս մի տարի առաջ Թեհրանում էի, որ վերադարձան, ստացվեց պատահական ինչ որ Իսրայելի դեսպանը reception էր հրավիրել, ունդեղ Ամերիկայի դեսպանի հետ սկսեցինք խոսել ու պատմեցի, որ Թեհրանից եմ եկել ու նաև ասեցի, որ իմ մակում բարձրաստիճան ղեկավարներից մեկը, որին փոխադարձ մեծ համակարգով ենք վերաբերում, մի անգամ ասեց հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունը, որ դուք Իրանին համոզել եք, որ Ամերիկայի հետ պետք է հատուկ հարաբերություններ ունենա, եւ Ամերիկային համոզել եք, որ Իրանի հետ։ Նույնը միջև հիմա շարունակվում է, դեսպանին պատմեցի, ինք ասում է մենք դա լրիվ հասկանում ենք ու ձեզ չենք կարող դնել, այսինքն ամերիկյան բազա, որ այստեղից պետք է Իրան վերահսկի կամ ինչ ուրիշ քայլեր, իրենք այդ կարգի մտադրություններ չունեն։ Եվ հակառակը ես հարցիս մեջ այսպես թեթև ակնարկեցի, որ երևի թե այդ ռազմաբազաների կամ Իսրայելի ներկայություններ Ադրբեջանում եւ Թուրքիայում այդ ինջրլիկը հայտնի եւ այլն առիթ եղավ երևի թե որ Չնայած Իրանը ասում է դա մենք չենք կարող եւ Իրանը չի, նույն Իսրայելն է, նրանք Իսրայելի վրա էին այսպես ակնարկանում, հարված եղավ Ադրբեջանի։ Ադրբեջան Նախիջևանում գիտենք, Նախիջևանի օտականին հարված։ Այսինքն ռազմաբազան օտար երկրյա ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում կլինի վտանգավոր բոլոր դեպքերում, ավելի վտանգավոր իրավիճակային փոփոխության դեպքում, քան օգտակար համարում եք դուք։ Ինչ էլ ատում, ասես Պարզ օրինակ արաբական ծոցի երկրների ռազմաբազաները ամերիկյան, որոնք տեղադրված էին որպես անվտանգության երաշխիք, դառան անվտանգության ռիսկ։ Բոլոր տեղերում առաջի թիրախը ամերիկյան բազաներն են։ Ստեղ նույնիսկ ամերիկյան համալսանում մտահոգություն կար, ամերիկյան դեսպանություն եւ այլն, բայց դրանք քաղաքացիական օբյեկտներ են, իսկ ռազմաբազան դա լրիվ ուրիշ մեսեջ է ու Իրանի հետ այս պահին էլ Իրանն էլ տեսանք, որ ունի իր արսենալում որոշակի լծակներ, որոնք շատ քչերն էին ենթադրում, որ կարող է օգտագործել ու օգտագործում են։ Եվ եթե հարց ծագի լսարանի մոտ, հեռուստադիտողի մոտ, երբ որ ես ասացի վտանգը ավելի շատ է, երբ որ լինի, որտեղ կարող է խոցվի, քան օգուտը պաշտպանության, դուք դրան հակադրում եք այս երկրորդ կետը ձեր սկզբունքի հաստատուն ինքնապաշտպանություն։ Այսինքն անպայման չի դուք հույսը դնես այլ երկրի ռազմաբազայի վրա, ասում եք դուք, այլ դու պետք է հաստատուն ինքնապաշտպանություն։ Այն ինչ փաստացի մենք տեսանք երևի թե Իրանում։ Հա, ու էլի այդ Շվեյցարիայի օրինակն է շատ լավ օրինակ, այսինքն հակառակորդը տեսնում է, որ քեզ հարվածելը շատ ցավալի է լինում, այսինքն պատերազմի գինը կտրուկ բարձանում է, եթե դու կարողանում ես պաշտպանել մինչև վերջ, ու այդ պաշտպանվել մինչև վերջ, հիմա հսկայական աշխատանքներ ես գիտեմ արվում է մեր պաշտպանական համակարգը, բայց ես թվում է դեռ առաջի քայլերն արվում, շատ ավելի մեծ մեր ռեզերվային ուժերը նոր որակի պիտի գա, մեր այդ տարբեր այդ բաները համակարգերը պետք է զենքեր են գնում տարբեր երկրներից, բայց ինչքանով տարբեր այդ զենքերը տեղադրվում են մեր համակարգերի մեջ, այդ համակարգման process-ները, այդ առանձին երկար քննարկելու խնդիր է, ուզում եմ ասեմ, բայց իմ հիմնական արգումենտը նա է, որ եթե նեյտրալության են գնում, կառնակ մի հատ երկիր Կոստարիկա է կոչվում, մի քանի անգամ եղել եմ Ամերիկայի, կենտրոնական Ամերիկայում, որը հռչակել է, որ մենք ոչ մի պատերազմ չենք ուզում, ոչ մի նեյտրալություն ենք ուզում, բանակը ցրել են, ոչ մեկի հետ չենք պատրաստում պատերազմել։ Այդ մեր դեպքը չի։ Մենք մեզ բանակ պետք է լինելու, մեզ կարող անվտանգությունը ապահովող պաշտպանական ուժեր պետք են լինելու ու դա նաև հնարավոր հարձակումների դեպքում պետք է իմանան, որ մենք
կարող ենք ու մեր հետ կապված որևիցե ուժային ճնշումներ դա շատ ցավալի հետևանքներ կունենա այն երկրի համար, որը փորձի։ Դե Կոստարիկայի շռայլությունը մենք չենք իրանց հարևանները չունենք մենք։ Եվ նորից վերադարձանք Իրանի, մենք ունենք Իրանին որպես վառ օրինակ, թե ինչպես կարելի է ինքնապաշտպանվել, ընդ որում երևի թե այստեղ պարզապես փակագծերում նշենք, որ ինչպես է Իրանը ստորգետնյա իր հնարավորությունները օգտագործել, ոչ միայն տարածքն է մեծ, որ ասում են, դե Հայաստանը փոքրիկ է, կարելի է երկրի ընդերքում էլ աշխատել երևի թե ուժեղացնելու համար ինքնապաշտպանությունը։ Հաջորդ սկզբունքը ձեր թվարկում ձեր 4 սկզբունքներից տնտեսական օգտակարության բազմաթիվ կողմերի համար։ Այստեղ էլի մենք սովորել ենք ասել, մենք թույլ ենք, մենք ինչ տնտեսական հետաքրքրություն կարող ենք ներկայացնել այս կամ այն երկրի համար։ Ինչ կասեք դուք։ Այդտեղ ինձ թվում է շատ կարևորը փոքրությունը կապ չունի տնտեսական կարողությունների հետ։ Առաջինը նաև նշել եմ հոդվածում, որ Հայաստանը վերջի 5 տարվա մեջ ի զարմանք շատերի միջինում 8% տնտեսական աճ է ունեցել։ Ու եթե կուրսն էլ հաշվի առնենք, մոտորապես հնան 2.5 անգամ աճել է։ 21 թվականում 4.500 էր, հիմա 9000-ից ավել է ու շարունակում է աճել։ Հիմա երբ որ գնում ենք դեպի ապագան, մենք ինչի է մեր տնտեսությունը, մեր այդ data center-ները, որ սկզբից $500 միլիոն ներդրում էր GPU-ների որոշակի քանակ Nvidia-ի, հիմա շատ ավելի մեծ թվեր են, մի քանի միլիարդ դոլարի մասին է խոսում, այսինքն մեր մոտ ստեղծվում է կարողություններ ապագայի տնտեսության, այդ data processing-ը, ինֆորմացիայի մշակման հետ կապված, որոնք բացառիկ են։ Նույնիսկ Թուրքիան միայն երևի Իսրայելը ունի այս տարածաշրջանում, մեկ էլ եվրոպական մի քանի զարգացած երկրներ։ Այդ ծավալի կարողություններ, ինչ որ մեր մոտ պետք է լինի 1-2 տարի հետո։ Ու դա միայն մեր տնտեսության կարողությունների համար չի, դա թե տարածաշրջային, թե ամերիկյան խոշորագույն կամպանիաների համար հնարավորություն է Հայաստանում, որտեղ հոսանքը ամենամատաբար էժանա ու մատչելի է, որտեղ արևային էներգետիկան շատ մեծ արագությամբ աճում է, որտեղ բազմաթիվ կարող մարդկային ռեսուրսներ կան, որոնք կարող են շատ ավելի ակտիվ ներգրավել, ու ամենակարևորը, որ մենք դառնում ենք անհրաժեշտ այսինքն եթե գլոբալ տնտեսական շղթայի 1-2 օղակը Հայաստանում է ստեղծվում, դա նշանակում է Հայաստանին խփելը վնասում է ամբողջ շղթային, ոնց որ կլասիկ օրինակը Թայվանն է, որտեղ որոշակի չիպեր են արտադրվում ու այդ չիպերի տեսակներով երևի աշխարհի 90%-ը Թայվանում է արտադրում։ Դա համար Չինաստանի հետ կապված Ամերիկայի այդ դիրքորոշումը հենց դրանից է, թե հանկարծ Թայվանը վնասվի կամ ինչ-որ խնդիր առաջանա, մենք մեծ խնդրեմ ենք ունենալու։ Այսինքն դու որոշակի մոնոպոլ կարողությունները ձեռք բերում, ամբողջ շղթան պետք չի կառավարել, բայց մի կտոր այդ շղթայում, եթե մեր ձեռքին է, մենք դառնում ենք բոլորի համար պետքական էլեմենտ։ Այո, Թայվանը իր այսպես հորիզոնականը գրավել է, իր տեղը, ինչպես ասում են, արևի տակ գրավել է։ Հայաստանը դեռ նոր է փնտրում իր տեղը, երևի թե ամբողջ աշխարհի համար, կարևորության, եւ էլի գնում ենք երևի ուր բարձր տեխնոլոգիաներ են գնում։ Բայց հետաքրքիր է նաև այդտեղ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից հետո ոնց Ռուսաստանից հոսք սկսեց, չէ՞, դեպի Հայաստան, օրինակի համար այդ Ռևլի Փարիզյանն է սիրում պատմել, ինչպես որոշում կայացրեցին Nvidia-ի օֆիսը Ռուսաստանից Մոսկվայից բերել Հայաստան։ 350 աշխատող, այդ պահին իրանք պետք է տեղափոխեին ու քննարկումներով իրան ֆակտորեր հայ լինելը փոխնախագահան Nvidia, բայց նաև Հայաստանում որոշակի թե ապահովության խնդիրներ, թե միջավայրի խնդիրներ, թե մարդկային ռեսուրսներ, այդ որոշումը բերեցին Հայաստան։ Բազմաթիվ Ռուսաստանից բիզնեսներ որոշեցին տեղափոխվեն Հայաստան, մի մասը մնաց, մի մասը չմնաց, բայց ի վերջո հետաքրքիր է, մի քանի այդ Հայաստանի տնտեսական աճում էլ դա որպես էլեմենտներից մեկն էր, որ Ռուսաստանից Հայաստանի բանկային կապիտալը մոտ 2 անգամ աճել է այս 5 տարվա մեջ, էլի, ու իհարկե մաքրել են, մաքուր կապիտալ ենք մաքսիմալ ընդունել, որոշակի դեր են խաղացել Ռուսաստանի որոշակի ապրանքների մատակարարման դերում, ու էլի աշխատել ենք նարոնչը բարեգործական սանկցիաներին չկպնենք, բայց այդ արանքներում այդ
բանկա գորշ տարածքա Grayzone անգլերեն ասում են, որտեղ բազմաթիվ օպերացիաներ, որոնք մենք մասնակցել ենք, օգտակար են լինել թե Ռուսաստանին, թե տարբեր արևմտյան գործընկերներին։ Հենց որ այդ առումով ապագային գնալով էլ Հայաստանում շատ արագ աճում է տեխնոլոգիական ոլորտ, հա, եթե տնտեսությունը աճում է մոտ ասեցի 8%-ով, տեխնոլոգիական ոլորտը 20-25%-ով է տարեկան աճում։ Ու քանի գնում է իր կշիռը մեր տնտեսության մեջ մեծանում է։ Մասնագետներ բազմաթիվ հիմա կարծեմ մոտ 100,000-ի կարգի մարդաներ գրաված այդ ոլորտում։ Դրսից են նաև որոշակի մասնագետներ գալիս եւ այլն։ Ու նաև մի հատ ուրիշ ես կետ ունեմ, որի մասին ճիշտ կլինի նաև խոսենք, դրա հետ կապված կա խնդիր Դուբայում, Դոհայում, հա, այդ ծոցի երկրներում հարուստ, ապահով, հարմար եւ այլն կոմֆորտի զոնա է, բազմաթիվ բիզնեսների համար, մարդկանց համար, կապիտալի համար։ Այդ երկրներից հիմա սկսվել է արտահոսք։ Թուրքիան որոշակի քայլեր է ձեռնարկել, որ ուզում է Ստամբուլում որոշ բիզնեսներ տեղավորվեն, տրանզիտային հյուրանոցային բիզնեսներ ուզում ավելի զարգացնել, մոտազարգացած էր։ Դուբայում տների աշարժ գույքի գները 30%-ով անկել է եւ այլն։ Հիմա այդ պարագայում, եթե մենք նեյտրալ ենք, եթե մենք անվտանգ ենք, եթե մենք ունենք մասնագետների բավականին կարող քանակ, եթե մեր մոտ միջավայրը դառնում է գրավիչ, հնարավոր է այդ հոսքի ինչ որ մի տոկոսը նաև դեպի Հայաստան հոսի։ Ու իմ համար այդ նեյտրալությունը եւ անվտանգ կայան, անգլերեն ասում են safe haven, հա, ասենք անվտանգ կայան, այս турբուլենտ պատերազմական աշխարհում, եթե Հայաստանը իրան այդ կայունության կղզի, անվտանգության կղզի իմիջը կարողանա ներկայացնի, ինչ որ կապիտալ, նույնը ոնց որ Ռուսաստանի պատերազմի շոկը մեր համար դարավ տնտեսական դրական ստիմուլ, նույնը հնարավոր է Իրանի պատերազմը եւ ծոցի երկրների հետ կապված խնդիրները մեր համար հաջորդ տնտեսական ստիմուլը դառնան։ Շատ հետաքրքիր դիտարկում եք անում, սա պետությունը պետք է ինչ որ քայլեր ձեռնարկի, թե կարծում եք մասնավոր հատվածը եւս կարող է այս հարցում մեծ առաջընթաց արձանագրել։ Դա կոլեկտիվ է, դա պետությունից Ռուսաստանից առանց պետության հնարավոր, որտեղ պետությունը բավականին դանդաղ է մեզ մոտ արձագանքում այդպիսի հնարավորություններին։ Ենթադրում եմ, որ այդպես է, եթե համաձայն չեք ասեք ոչ, շատ արագ արձագանքում է։ Այսինքն, եթե հույսը չես դնում, որ պետությունը կտեսնի, կարծում եք արդյոք որ մասնավոր սեկտորին ուժերը կբավարարեն, թե չէ, այնուամենայնիվ պետությունը պետք է ուշադրություն դարձնի դրան։ Գիտեք, պետությունը իհարկե իր արագությունը ունի, բոլոր երկրներում այդ խնդրեմը կա։ Դե տեսեք, դուք ասում եք Թուրքիան անմիջապես արդեն Թուրքիան անհամեմատ ավելի իհարկե մեծ պետություն է կարող եւ այլն, իրանք չկունեն։ Մենք այդ հարցում ես մի քանի տեղ տեսել եմ նաև թեթև ակնարկներ, որից ուղղությամբ պետք է մտածել։ Դեռևս հստակ քայլեր չկա, հուսով եմ այս կարգի խոսակցությունները նաև որոշակի ստիմուլ կհանդիսանան, որ պետությունն էլ դրա մասին սկսի մտածել։ Դա համար կոնկրետ օրինակ հետաքրքիր թվեր կան, մոտորապես Դուբայում կարծեմ 25 միլիարդ դոլար իրանական կապիտալ կա, ու մոտ 100 միլիարդ դոլարի իրանական ներդրում անշարժ գույքի մեջ։ Հիմա եթե իրանք կիսա բարեկամային դառնում են թշնամի, այդ իրանական կապիտալը դուրս է գալիս, հնարավոր է նաև այստեղ կա, չէ՞, իսկ կարելի է նույնը ոնց որ ռուսական կապիտալի հետ սանիտացիա, ասես մաքրել ու այն կապիտալը ընդունել, որը մեր մոտ գա։ Հենց որ այդ կարգի հնարավորությունները պետական իհարկե կարևոր դեր մասնակցության դեր ունեն ու նաև ներկայացնել։ Բայց բացի դրանից, նաև Nvidia օրինակը բերեց, հա, Մոսկվայից տեղափոխվեց Երևան, դա զուտ մասնավոր բաներ, ձեռնարկություններ այդ պահին, բայց կառավարությունը նաև օժանդակեց ու ինչ որ process եղավ, ի վերջո ոնց այդ Nvidia-ի պատմությունը շատ հետաքրքիր է ընդհանրապես, երբ որ Nvidia-ն առաջին անգամ վարչապետը այցելեց 19 թվականին, Nvidia-ն երևի աշխարհի 50 մեծ ձեռնարկությունների մեջ էր, այսօր առաջինն է, հա, ու տենց ասեց առաջի պետության ղեկավարը, որ Nvidia-ի տնօրենի հետ հանդիպել է, Նիկոլ Փաշինյանն էր, չգիտեմ ինքը ինչ կանով այդ ժամանակ գիտեր ում հետ այցելում կամ ինչ էր, բայց հանգամանքն հետո ստացվեց Մոսկվայից Nvidia-ի ստեղ տեղափոխումը, հետո Ամերիկայի հետ ստրիպի հետ կապված խոսակցությունները, որը բերեցին նաև Ամերիկայի հատուկ որոշման, ու այս պահին արդեն Հայաստանում ստեղծում է data center-ների աշխարհի 10 կենտրոններից մեկը։ Այդ շղթան, որտեղ թե մասնավորը, թե պետականը, թե նաև օտարերկրյա ներդրողները որոշակի քայլեր են ձեռնարկում ու դառնում է միասնական շղթա, որը արդյունք է բերում։
Դե ասում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը երբեմն հետաքրքիր արդյունքներ է տալիս։ Գովազդ ենք հայտարարում եթերում։ Այնուհետև շարունակելու ենք զրույցը եւ ես խնդրելու եմ ձեր տեսակետով կիսվել մեզ հետ, ինչպիսին են տեսնում Հայաստանը Ռուսաստանից, Միացյալ Նահանգները ինչպիսին են տեսնում Հայաստանը, ինչ դեռ հեռանկարային ծրագրեր կարելի է անել, Եվրոպան ինչպիսին է տեսնում Հայաստանը, Հայաստանը ինչպիսին է տեսնում Եվրոպան եւ այլ Իրանը անպայման կդիտարկենք, եթե դեմ չեք։ Գովազդ է եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաև թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Դավիթ Հակոբյանի հետ, դիվանագետ, Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավարի։ Ձեր հոդվածում կա այսպիսի ձևակերպում, խոսում ենք Հայաստանի լավագույն ռազմավարական տարբերակի մասին, ձեր հոդվածը դրան էր նվիրված եւ մենք քննարկում ենք այդտեղի ուրեմն ձեր դիտարկումները։ Դուք ասում եք, այդ տարբերակը ռազմավարական առաջարկում է ճանապարհ խուսափելու այլ պետությունների, տերությունների պատերազմներում թակարդ ընկնելուց, մանավանդ տարածաշրջանային այս փոփոխությունների պայմաններում եւ հակառակը օգտակար դառնալու բազմաթիվ կողմերի համար։ Մինչ գովազդի դուրս գալը ես խնդրեցի, ես էլ նշեցի, որ հետաքրքիր կլինի դիտարկել Հայաստանի ինչպիսին են Հայաստանին տեսնում այդ տարբեր բազմաթիվ կողմերը։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, Եվրամիությունը եւ ինչպես անել, որպեսզի այդ տերությունների պատերազմներում թակարդում չհայտնվել։ Գիտեք ինչ, այդ պատմությունը երևի Հայաստանի, դարերով եկած, մի քիչ հեռվից եմ սկսում, բայց միշտ եղել ենք այդ երկու արևմուտք-արևելք աշխարհների արանքում, ու այդ հակամարտությունները հռոմեական կայսրություն, պարսկական, արաբական աշխարհ, չգիտեմ, Բյուզանդիա եւ այլն, ու միշտ ինչ որտեղ կորցրել ենք մեր պետականությունը, ինչ որտեղ կարողացել ենք ձեռք բերել ժամանակավոր այս կողմի կամ այն կողմի հետ, ու բայց միշտ ճնշումների տակ ենք եղել ու մեր մեջ որոշակի դիմակայունություն է նաև ստեղծվել, որ կարողանանք ճիշտ կառավարենք մեր հարաբերությունները հարևանների հետ։ Մենք ունենք իհարկե ծայրահեղ խիստ խնդիրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոնք այսօր որոշակի լուծումների ճանապարհին են, ու հուսով եմ այդտեղ կլուծվեն, բայց առաջինը Իրանի հետ մեծ հակամարտություն, ու մենք միանշանակ ինձ թվում է այդ հարցում հնարավորինչափ ճիշտ բալանսավորված քաղաքականություն ենք վերցում, որ մենք կողմ չենք վերցրել Իրան, Ամերիկա, Իրան, Իսրայել, Իրան, մենք նույն չի որ մի կողմից ենք ընդդեմ մյուսի, դրա համար այդ կողմ բռնելը դատեղ մեր համար մահացու, այսինքն մենք փոքր ենք ու կամայական թեթև շարժում Իրանի կողմից մեր համար կարող էր վտանգավոր լինել։ Եթե բնական է մենք դառնանք հայտարարենք, որ մենք պրոիրանական ենք, այսօր չգիտեմ, ուրիշ որից երկիր կա, որ պրոիրանական լինի, չնայած հարևաններ ենք, ունենք հարաբերություններ եւ այլն։ Նույնը հիմա, այսինքն Իրանի հետ մենք կարողացել ենք այդ բալանսը հարաբերություններում հաստատենք, որ իրենք մեզ ընկալում են որպես լավ հարևան, բարեկամ երկիր, բայց բարեկամ դա չի նշանակում ռազմական դաշնակից, ուտեղ ճիշտ գիծ ունենք կառուցած։ Հիմա այդ նույն գիծը իհարկե, այստեղ շատ ավելի հստակ է այդ բաժանումը աշխարհների, Ռուսաստան արևմուտքի հետ է, որտեղ մենք պետք է կարողանանք այդ ճիշտ բալանսը գտնենք, ու իմ կարծիքով Ռուսաստանի հետ կամուրջները վառելը անիմաստ է ու արդյունավետ չի, դա համար Ռուսաստանի հետ Ռուսաստանը կլինի եւ շարունակի լինել, Պուտինը կարող է մի օր չլինի, բայց Ռուսաստանը կլինի ու կարող է Ռուսաստանը նաև փոխվի ու այդ դեպքում առաջիններից մեկը որ կարող է նոր Ռուսաստանի հետ որոշակի հարաբերություն ունեն, դա կարող է Հայաստանը լինի։ Հենց որ մենք այդ բալանսում պետք է կարողանանք դրա հետ մեկտեղ մենք արժեքներով ու հետաքրքիր է Փաշինյանի հետ հանդիպումը հիշում եք Պուտինի հետ, որ Պուտինը ինչ որ հարցեր բարձրացրեց, Փաշինյանը ասաց, մենք տենց ենք, մենք դեմոկրատական ենք, մենք ժողովրդավար ենք, մեր մոտ ընտրություններ է լինում, մեր մոտ կաշառակերության դեմ որոշակի, մեր մոտ օլիգարխներ չկան եւ այլն, ինչ որ տեղ գուցե չափազանցվում էր, բայց ամենայն դեպս անհամեմատ Ռուսաստանից առաջ ենք ու այդ արժեքներով մենք արևմտյան ստանդարտներին ենք ձգտում ու կլինենք այդտեղ, բայց ուզում եմ ասեմ մի բան է, որ մենք եվրոպական միության ստանդարտներին, հարաբերություններում, օրենսդրական դաշտ ենք կարգալ, այդ ամենը անելով դա չի նշանակում, որ մենք Ռուսաստանի հետ կտրում ենք մեր հարաբերությունները։ Այդտեղ ճիշտ բալանսը ժամանակի ընթացքում կձևավորվի, իմ ասած ուղղակի կարևորը նա է, որ մենք ոչ թե կտրում ենք, անցնում ենք, այլ մենք բոլոր ուղղություններով հարաբերություններ ենք զարգացնում։ Հիմա դա այն է, ինչ դուք խորհուրդ եք տալիս Հայաստանի դիվանագետներին աշխատել եւ կարծես թե ձեր գնահատականը այդպես էլ աշխատում են ոնց որ թե, հա։ Ինձ թվում է հիմնականում իմ ասածն էլ հոդվածում իմ ասածը չի հակասում այն ինչ որ այսօրվա աշխատանքն է, ուղղակի հստակ ձևակերպումներ եմ տալիս, ընդհանրենք նեյտրալությունը
դա ինստինկտիվորեն երբեք չի հռչակվի Հայաստանի քաղաքական ուղղվածություն կարող է հռչակվի ու պետքա քննարկել ու միանշանակ չի որ ասում դա միակ լուծումն է դա հնարավոր սպեկտրում հետաքրքիր ճանապարհներից մեկն է որտեղ ճիշտ փաթեթավորելը կարող է բավականին օգնի խնդրին երկրորդը այդ որ ասում են անվտանգ կայան safe haven Հայաստանը դրա մասին շատ քիչ է խոսեցվում դա անմիջական է իրանական եւ ծոցի երկրների մեծ հակամարտության արդյունքում կարող է որոշակի դեր մեր համար հայտնվի որը շատ նման է այն դերին որ ռուսական պատերազմից հետո հայտնվեց այսինքն այդ պահին մենք տնտեսապես բավականին օգտվեցինք հիմա ստեղել այդ հնարավորությունները կա բայց եթե այդ հնարավորությունները լինի դա նաեւ կբերի երկարաժամկետ զարգացման հնարավորություն եթե Դուբայից որոշ քանակության բիզնեսներ տեղափոխվի բանկային կապիտալ տեղափոխվի Հայաստան հա ինչ որ մարտիկ որոնք մինչև այդ կարծեմ Էմիրատներում մոտ 200,000 ռուս կա եւ բիզնես լավ որակյալ մարտիկ կա 100,000 բրիտանացի կա եւ այդ մարդկանց մի մասը որը տարածաշրջանում բիզնես անում, որոշի տեղափոխվել Հայաստան, որոշի ստեղից իր գործունեությունը կառավարի, դա ինձ թվում է լրացուցիչ հնարավորություն է, որը մենք պետքա կոլեկտիվ, թե պետություն, թե հասարակություն, թե բիզնես աշխարհը միասին շարունակեն դրա մտածել։ Շնորհակալ եմ։ Այլ թեմաներին, այլ թեման որն է, այլ թեման հիմնական թեման Իրանն է, եւ մենք անընդհատ սպասում ենք թե ինչ զարգացումներ կունենան այնտեղ իրավիճակը ձեր գնահատականը ուր են հասել Թրամփը եւ Իրանի վերնախավը ուր է հասել եւ այսպես պարոն Հակոբյան ձեր դիտարկումները ձեր կարծիքը ուր է հասել Թրամփը ասենք ասենք Հա, իհարկե, ինչքանով լուծմանն է շարժվում, թե չէ, երևի է դա հիմնական խնդիրը, բավականին թաղվել է, ասենց ասած, այս պատերազմի մեջ, որը ինքը նույնիսկ վերջերս հայտարարեց, այսինքն Հիլարի Քլինտոնը խոսեց դրա մասին, որ ինքը ինչ որտեղ հայտարարել է, որ ոչ ոք ինձ Հորմուզի նեղուցի հետ կապված խնդիրների մասին չէր ասել, մինչև պատերազմը սկսենք, կարող ասում է ուրիշ ծավի որոշում ընդունել, եթե այդ խնդրը պատկերացնեին ժամանակ, բայց եղել է այն ինչ որ եղել է, հետ գնալու էլ ճանապարհ չկա, ու իմ ընդհանուր տեսակետից ամերիկյան նոր Վիետնամն է, որը քանի գնում այնքան ավելի խորը եւ դժվար խնդիրների առաջ, մեծ թվով իրանք այդ ծովային հետևակներն էլի ավելացնում են թվերը, խոսքը գնում է 10-ից ավելի հազար մարդ, չգիտեմ ինչքանով իրանք ցամաքային ներխուժում են պատրաստում այդ կղզիների մասին էին խոսում դեռ ոչինչ չեն արել, բայց նաեւ այդ Հորմուզը մի պահ այդ ոչ հետևողականությունը դառնում է քրոնիկ, հա, մի պահ Հորմուզը ինքը սպառնում էր, որ հենց հիմա բացեք Հորմուզը, չէ՞։ Հետո ասեց Հորմուզը ինձ ընդհանրապես պետք չի, մենք նավթ ունենք, թող եվրոպացիների ու ճապոնացիների խնդիրները թող գան իրենք բացեն։ Հետո ինքը բացելու փոխարեն ասեց, որ Իրանը փակել է, մենք ավելի շատ ենք փակում։ Եկավ Հորմուզը, ասեց լրիվ ենք փակում։ Մեկ ասեց բլոկադայի բլոկադա ենք դնում ու նաև ասում են, եթե չինական տանկերը ընդհանրենք չինական ռազմանավերով որոշի անցնի, ամերիկացիները պատրաստ են խփել չինական տանկերին կամ ռազմանավերին, դա արդեն շատ ավելի մեծացնում է պատերազմող մասնակիցների, հա, ու Չինաստանի հետ պատերազմը կատաստրոֆիկ կամ ռազմական։ Դա համար եթե չինական նավին խմես, դա կազուսբել է, դա պատերազմի հայտարարության նման մի բան է։ Հիմա այդ խճճված դժվար իրավիճակը, դրա հետ մեկտեղ մի հատ կողքից հետաքրքիր նոր գիծ է հայտնվել, որը իրենք փորձում են Իսրայելի ու Լիբանանի մեջ, հա, դրա համար Իրանը ասում է, որ դա մեր պահանջն էր, որ մենք ենք պահանջել, դրա համար Իսրայելն ու Լիբանանը հիմա բարձր առաջի անգամ հանդիպում ա եղել դեսպանների մակարդակով Թրամփը միանգամից ոգևորվեց այդ գաղափարով ու ասեց ինքը հրավիրելու է Լիբանանի նախագահին եւ Իսրայելի վարչապետին Այոնին եւ Նատանյախուին Վաշինգտոն ու մոտորապես այն կարգի օպտիկա լինելու ոնց որ Փաշինյան Ալիևը հանդիպումներ որտեղ Թրամփն էլ երկուսի գլխին կանգնած օրտում է այդ հիմա եթե դա լինի դա ամենա ուտեղ ինչ որ շանսեր կա եթե դա համար Լիբանանի Իսրայելի ղեկավարների հանդիպում վերջի անգամ կարծեմ 1982 թվականին ա եղել ու այդ երկրները քրոնիկ
մոտ 40-80 տարվա պատերազմի մեջ են, էլի մեկ կանգնում է, մեկ շարունակում է։ Այդտեղ ու ի վերջո Լիբանանում կա Հեզբոլլա, որը Իրանի պրոքսին է, ներկայացուցիչներն են իրանց անունից են կռվում, եթե կարողանա Լիբանանը ինչ որտեղ պրոքսին Հեզբոլլային տեղը դնի, այսինքն իշխանությունից դուրս անի ու զինաթափի, դա հսկական մեծ կարգ կլինի։ Այդտեղ որոշակի շանսեր տեսնում եմ, դրա համար ի վերջո Լիբանանում էլ շատ եմ եղել ու շատ լավ ճանաչում եմ ու շատ էմոցիոնալ կապված եմ այդ երկրի հետ, ինքը շատ ցավալի անկում ա ունեցել վերջի տարիներին, բայց դա ոնց որ առանձին խնդիր է։ Հիմա Իրանի հետ կապված խնդիրը Ամերիկայում դառնում է ավելի ու ավելի քիչ պոպուլար, այսինքն շատ ավելի ընդհանուր Տրամպի ռեյտինգներն էլ անկում ապրում, պատերազմը ինքնին 30% կարծեմ մոտորապես բնակչությունը Ամերիկայի որոշ ժանդուկում է։ Իսրայելում մոտ 80% է, բայց Իսրայելը որոշել է այս պահին կանգնել զինադատարին հետևի։ Հիմա Իսլամաբադում չստացվեց ոնց որ ու ինձ համար շատ դժվար էր պատկերացնել, եթե Ամերիկան ուներ 15 կետ, Իրանը ուներ 10 կետ, ու այդ կետերից ոչ մեկը իրար հետ չէր բռնում, ոնց կարելի է ինչի շուրջը պիտի բանակցեին, էլի։ Ու հիմա Պակիստանի զորքերի հրամանատարն է Թեհրանում, փորձում է եւս ինչ-որ շարունակական քայլեր անի, բայց քանի որ երկու կողմից էլ այդ process-ին մասնակցում են մարդիկ, որոնք մինչև ինչ-որ բան լինում է հաղթանակ են հռչակում, ու իրանց համար կարևորը PR-ն է, հա, այսինքն իրանց անձի բանն է, ցուցադրումն է, ոչ թե արդյունքն է, իսկ դիվանագետներ համարյա չեն մասնակցում գոնե ամերիկյան կողմից, հա, իր Փեսանն է մասնակցում, իր Ուիտկոֆն է, որը անշարժ գույքի հետ կապված միլիարդատեր բիզնեսմեն է, ու դիվանագետներ, որոնք իսկապես հասկանում են, որ դիվանագիտական լուծում ստանալու համար դու պետք է ինչ-որ ընդհանուր կետեր ունենաս։ Հիմա ասում են ամենամեծ արդյունքը պետք է լինի Հորմուզի նեղուցը բացելը, բայց Հորմուզի նեղուցը փետրվարի 27-ին լրիվ բաց էր։ Ոչոք չէր խանգարում, եթե այս ամենը արվելը, որ Հորմուզի նեղուցի վերջո բացվի, ապա այս ամեն ռազմական գործողությունների արդյունքը այդքան էլ պարզ չի։ Հիմա Նաև կարևոր կետերից մեկն է այդ հարստացված ուրանի Իրանի տնօրինումից ձեռքից վերցնելը, դա ուժով պիտի անեն, բանակցություններով պիտի անեն։ Իրանի վերջո 15 թվականին ստորագրել էր, որ չեմ հարստացնում բոլոր Օբամայի ժամանակ, հա, ու այդ եկել է հիմա ինչ-որ տոպիկի առաջ է կանգնել, այսինքն այդ հարցում դժվար է հասկանալ, ամերիկացիները պահանջում են 20 տարի, Իրանը կարծեմ պատրաստ է 5 տարով հարստացումը կանգնեցնի, բայց պատրաստ չի իր հարստացված ուրանը տա Ամերիկայի, Ռուսաստանը ասում է տվեք մեզ, մենք կպահենք, էլի Պարսի Ռուսաստանի ներգրավումը այդ process-ը։ Այսինքն դեռ երկար process է, ինձ թվում է դա երկար process է, ու նաև դա իմ համար այն արգումենտն է, որ այդ մեր դիրքավորումը, այսինքն սա ոչ թե կարճաժամկետ 2-4-6 շաբաթանոց կոնֆլիկտ է, որը վերջանում է, դա շարունակական process է լինելու, ու որտեղ Հայաստանի ճիշտ դիրքորոշումը մոտակա տարիների համար շատ կարևոր է։ Ձեր հոդվածում դուք այսպիսի ձևակերպում ունեիք Հայաստանի չեզոքությունը չպետք է Վաշինգտոնում կամ Բրյուսելում մեկնաբանվի որպես հակաարևմտյան եւ չմեկնաբանվեց ըստ երևույթին, եւ դուք ասում եք Հայաստանը նաեւ ցույց տվեց, որ այն պարզապես տարածաշրջանային ցնցումների пассив օբյեկտ չէ, այն հարմարվել, դիվերսիֆիկացվել եւ կլանել է արտաքին ճնշումները ավելի մեծ դիմադրողականությամբ, կան շատերը սպասում են։ Չեք չափազանցեցնում։ Կոնկրետ արդյունքներով է պետք չափել, հա, ու հիմնական արդյունքը այդ փաստը, որ ես նշում եմ նաև հոդվածում, որ Հայաստանի տնտեսությունը վերջի 5 տարին միջինում 8%, մի տարի եղել է 12%, անցած տարի 7.2% էր եւ այլն, բայց 8%-ով ու որ նայում ես, ես նայել էի գլոբալ աշխարհում քանի երկիր է այդ կարգի աճ ունեցել, դա Հայաստանն է, Վրաստանն է եւ կարծեմ Վիետնամն է։ Եթե հանենք այդ նավթային մի քանի անոմալիա երկիր կա, որտեղ նավթի արդյունաբերությունը կտրուկ աճ ապրել, իրենք էլ հնանել աճել, այսինքն Հայաստանի տնտեսական աճը բավականին տպավորիչ է, ու այդ տպավորիչը նաև գալիս է նրանից, որ մեր դիմակայությունն է
տեղում եւ բազմաթիվ ուրիշ ֆակտորներ, որ մենք կարողացանք իր բոլոր թերություններով Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտում որոշակի հետաքրքիր տնտեսական դեր ունենանք ու հիմա նաեւ դրա վրա պետքա զարգացնել, հա, ծոցի երկրներ խոսեցինք մեր հնարավորությունների համար, կամական իմ համար պատերազմը կամ ճգնաժամը ունի իր մեջ հնարավորություններ, ինքը քանդում է 5 աղապարները, այդ 5 աղապարները ու քանդվում են, ոչ թե հաղթում են ամենաուժեղները, այլ հաղթում են ամենաճկուրներն ու հարմարվողները, հա, ենթադրենք դա բիզնեսում էլ է այդ հայտնի փաստը, որ հենց բիզնեսները կառուցվում են մի պայմաններում, այդ պայմանները հենց փոխվում է, իրենք կորցնում են իրենց մրցակցային առավելությունը։ Իսկ ովքեր փոքր են, ճկուն են, հարմարվող են, ադապտիվ են, անգլերեն դες բարկա, իրենք շատ արագ կարողանում են նոր աշխարհում, նոր նիշայում իրենց համար նոր հնարավորություններ ստեղծել։ Դե այս պահին այսպես է։ Հուսանք, որ հետագայում չենք կորցնի այնինչ այս պահին մենք արձանագրել ենք։ Դուք այս պահին կայունություն եք արձանագրում, որ Հայաստանը կայուն է։ Հա, ինձ համար, այսինքն մենք որոշակի ճանապարհին ենք ու դա տրված չի, որ տենց պետք է լինի, մենք քաղաքական բազմաթիվ ներքին եւ արտաքին մարտահրավերներ ունենք, դիվանագիտական մարտահրավերներ, այդ կառուցել է, այդքան հեշտ չի ինչքան ասելն է, հա, հարաբերությունները կառուցել է, մեր անվտանգությունը, հա, ամեն ինչ այս պահին դրական ուղղությունով ինձ թվում է բավականին նպաստող քամի է մեծ համար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան։ Համար շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Դավիթ Հակոբյանի հետ էինք զրուցում, դիվանագետ, Սիրիա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի նախկին ղեկավար զրուցում արում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ընձեզ։